մեկ լրագրող, այս լրագրողը քիչ հետո կտեսնեք, որ ինքը մաս չի կազմել, բայց իր անունը այս երկրի անվտանգության պատասխանատուն, որը նախագահի նշանակած անձնավորություն է, թվում է սխալմամբ իր անունը տեղադրում է ամենակարևոր անվտանգության հետ կապ ունեցող անձնավորությունների ցանկի մեջ է տնում, անկիտակցաբար երևի սխալվում է, եւ այս լրագրողը տեսնում է, որ պետք է խոսեն սրանք Եմենի հութիների մասին։ Հութիները, գիտեք, այդ այսինքն իսլամ անձիկ են, որ ասում են մինչև այն ժամանակ, որ Իսրայելը ռմբակոծում է Գազան կամ Ղազան, ռմբակոծում է, մենք էլ կհարձակվեն այն նավերին վրա, որը գալիս եւ ածում են այդ Ադան եւ կարմիր ծովից անցնում են, գիտեք, Ասիայից երբ որ ուզում են բարձրանան Եվրոպա, այդ անցքով գնում են, որ շատ արագորեն հասնում են միջերկրական ծովին եւ եվրոպական երկրներին, եթե ոչ, պետք է գնան Աֆրիկան շրջեն ու գան մտնեն միջերկրական արևմուտքից, որ տարբերությունը մի ամիս նավի համար տևելու է, երկար տևելու է, որ այդ ծանրոցները ինչ որ Ասիայի Չինաստանից գալիս է Եվրոպա, այդքան երկար, բնականաբար ծախսը շատ է լինելու եւ դրա համար մտնում են այս տարածքից, բարձրանում են Կարմիր ծովից եւ հասնում են միջերկրական։ Հիմա հութիները ինչ որ Իսրայելին կապ ունի, հարձակվում է, ռմբակոծում է։ Հիմա այս անձիկ ինչ որ խոսում են, այս լրագրողը տեսնում է, որ քիչ հետո պիտի ցույց տամ ձեզ, լրագրող տեսնում է, որ փոխնախագահը, այսա լրագրողն է, ինչ որ տեսնում եք, Atlantic, այստեղ տեսնում եք Atlantic թերթ է, վեբսայթ է եւ այլն, ինքը խմբագիրն է այդ լրատվական միջոցի, ինքը տեսնում է, որ գրում են, որ նախապես ինքը ասում է, ես կարծում եմ, սա մեկը ինձ հետ կատակի է վերածել կամ ուզում է ինձ տեղեկություն կա, որ ես սխալ տեղեկություն գրեմ թերթի մեջ կամ այդ լրատվական միջոցով այսինքն հեռարձակենք եւ ուրեմն տեսնում է տարօրինակ է, ուրեմն այս անվտանգության պատասխանատուն պաշտպանության նախարար հետո կտեսնեք այնտեղ արտգործ նախարարը բոլորի հետ ինչ որ խոսում են, ինքը կապի մեջ է, լսում է ամեն ինչը, ասացի ամեն ինչը պահում է, իսկ հետո որ տեսնում է սա լուրջ հարց է, սրանք խոսում են, որ ինչպես 10 օր ինչպես հարձակվեն հութիների վրա եւ նախագահ Թրամփի հրամանն էր, որ հարձակվեք, ռմբակոծեք եւ այլն, անգամ փոխնախագահը ասում է, որ սա վնաս է հասցնում եվրոպացիներին, Ամերիկա ինչ որ Չինաստանից գալիս է, ուրեմն այդ տեղից չի անցնում, այդ արանքից չի անցնում, կա Եվրոպա, հետո կա Ամերիկա, ուրեմն մեր հարցը չի սա, մենք ինչու ենք մխրճվում, այսպես է ասում այս երկրի փոխնախագահ, իրենք թող եվրոպացիք այդ հարցը լուծեն, մենք հարկավոր չի, բայց ամենայն դեպս Թրամփը, որովհետև սա Իսրայելին կապ ունի, եւ Թրամփը Իսրայելին խիստ պաշտպանող է, գիտեք, Թրամփը երբ որ աշխատանքի էր եկել, ասում էր, ես չպիտի մխրճվեմ աշխարհի ամեն, մենք ոստիկանը չենք աշխարհի, որ ամեն տեղ տեսնենք ինչ ով ում է ճնշում, որ երկիրը ում է, անգամ Ռուսաստան, Ուկրաինայի համար այդպես հետաքրքրություն ցույց չտվեց Թրամփը եւ ուրիշ հարցերի, ասում է Եվրոպան թող իրենց հարցերը իրենք լուծեն, ուրիշ տարածքներ իրենց հարցերը լուծեն։ Իսկ սա կապված է Իսրայելին ու լրիվ տրամադրված է, որ գումար տա, բիլիոններով գումար է տալիս, զենք է տալիս, ամեն ինչը տրամադրում է այնտեղ Թրամփը եւ այդ պատճառով է, որ որոշել է, որ այս հութիներին անպայման
թուլանան, այնքան ռմբակոծեն, որ կարողությունը չունենան, որ այդ նավերը ինչ որ գնում են Իսրայել, չհարցակվեն այդ նավերի վրա։ Ես հիմա այստեղ ձեզ ինչ որ բացատրեցի վիդեոով, ձեզ ցույց տամ, տեսնում եք Ատլանտիկի այդ լրատվական միջոցի նախագահին եք տեսնում կամ գլխավոր խմբագրին եք տեսնում, այստեղ J.D. Vance, ես ասացի, տեսնում եք պաշտպանության նախարարը ձախում տեսնում եք, որ հիմա կտեսնեք այստեղ Թրամփին երբ հարցնում են, ասում է ես որևէ լուր չունեմ։ Նախագահ Թրամփը յուրահատուկ հետաքրքրություն ունի, որ բոլորին հավաքի իր շուրջ, երբ որ ելույթ է ունենում, այդտեղ տեսնում եք նաև ներկայացնի տան խոսնակ այդտեղ էր։ Մեկ անգամ եւս տեսնում եք J.D. Vance, արտգործ նախարարին եք տեսնում, պաշտպանության նախարարին եք տեսնում, սրանք էին յուրահատուկ նախագահի ներկայացուցիչը տեսնում եք Witkoff-ին, Tulsi Gabbard, Department of անվտանգության նախարարին եք տեսնում, բոլորը սրանք մաս էին կազմում, որտեղ այստեղ տեսնում եք մարտի 15-ին պետք է հարձակվեին հութիների վրա, մոտարապես 9 օր առաջ, սա այն անձն է, որ ասի սխալմամբ, բացի են, որ այս կարևոր անձիկին, ասացի պաշտպանություն նախարար եւ փոխնախագահ եւ այլն ուղարկելներ, նաեւ ուղարկելներ այս խմբագիրին ուղարկելներ այդ ինչ որ տեղեկությունը, որ բան։ Այստեղ տեսնում եք, անգամ Ատլանտիկում հետո այս գրում է մարտի 14-ի առավոտյան 16-ին նախքան արձակումը ասում է որ մենք սխալ կլինի փոխնախագահն է երկիրը ասում այդ պաշտպանության նախարարին արտգործ նախարարին անվտանգության պատասխանատուին եւ բոլոր դրանց ասում է որ ես կարծում եմ սխալ է այս ինչ որ հարձակվենք իրենց վրա սա ինչ որ քիչ առաջ ասացի Եվրոպային է վերաբերում եւ ոչ թե Ամերիկային բայց եւ այնպես պաշտպանության նախարարը հետո տեսնում եք ասում է սա մեր նաեւ ասում է փոխնախագահան սա մեր այդ հարցին որ ասում ենք Եվրոպան թողեք իրենց հարցերը իրենք լուծեն մենք մեր հարցերը կլուծենք Ամերիկան պետք է կենտրոնանա Ամերիկայի հարցերով այսպես գրում է իսկ պաշտպանության նախարարն է սա տեսնում եք իրեն Հեքսետ անունով որ հենց նույն առավոտը գրում է որ նախագահ հասեն է եւ եթե չհարցակվեն այդպես կլինի մենք մի բան չենք կարողանում որոշենք 8-ից 45 անց այդ օրը տեսնում եք այս J.D. Vance գրում է այսինքն պաշտպանության նախարարը փոխնախագահին որ ցանկություն չուներ այդ արձակումը լիներ ասում է ես համաձայն եմ քո հետ պաշտպանության նախարարն է ասում այդտեղ եւ այս երկար մեկը մյուսին գրեն են բոլոր այս լրագրողին նաեւ գնացեն շաբաթ օր առավոտյան ճիշտ մարտ 15-ին առավոտյան 11:40 րոպե որ Պաշտպանության նախարարը գրում է բոլորին, որ այդ հարձակումը տեղի ունեցել է, այսպես է լինում։ Ուրեմն բոլորը սա իր մոտ արձանագրում է, ինչ որ այս կարևոր խոսակցություն եւ հետո հարձակումը տեղի ունենում, լրագրողը հասկանում է, որ սա ճշմարտություն է, այսինքն մեկը իրեն չի աշխատում սխալ տեղեկություն տա մարտի 15-ին ամերիկան հարձակում է եւ տևում է նորից շարունակվում այդ իհարկե հարձակումները եւ այսպես տեսնում եք բոլոր այդ գրանցված է լինում իր մոտ այլ լրագրողի մոտ այս Atlantic կոչված այս լրատվական միջոցը հետո ասացի երբ որ ռմբակոծումը տեղի ունենում անդրադառնում են որ սա ճշմարտություն է Եվ խոսնակը նախագահի ասում է այդ ինչ որ տպվելներ այդ թերթի մեջ ճշմարտություն ունի սա ասացի լրագրողն է նախագահ Թրամփին երբ հարցնում են ասում է ես որևէ լուր չունեմ որ ինչ են խոսացել նախարարները այսպես տեսնում եք Ջեֆրի Գոլդբերգ այս անձնավորությունն է ինչ որ բոլոր այս տեղեկությունը ունեցել է եւ ասում է Մայք Վոլց
National Security Advisor-ն էր իրեն այդ խմբի անունի մեջ տեղադրել էր սխալմամբ իհարկե տեսնում եք այս անձիկ էին որ երկրի ղեկավարներն են ինչ քիչ առաջ ասացի վերևում ցախ վերևում փոխնախագահը մեջտեղում արտգործնախարար պաշտպանության նախարար տեսնում եք ոչ մի ուրիշ մարդ չկա անգամ իրենց օգնականներին տեղյակ չեն պահել բոլորը սրանք նախարարներ են եւ բոլոր այդ տեղեկությունները զենքերը ինչ պիտի լիներ ինչպես պիտի հարցակվեն ժամը որը պիտի լինի տեղյակ է մնում այս լրագրողը այսինքն ցույց է տալիս սրանք հութիներն են որ հաճախ Իսրայելի նավերի վրա հարցակվում են եւ վնաս են հասցնում թույլ չեն տալիս այդտեղից որևէ Իսրայելից ապրանք գնա դեպի Եվրոպա այսպես տեսնում եք հիմա ամենայն դեպս այս նայելու են տեսնեն ինչպես եղավ ինչու պատահեց այսպես կարևոր տեղեկություն երևի այդ լրագրողը եթե ինքը իր անունը չհաներ հետո անդրադառնում է սա ճշմարիտ դեպք է ինչ է տեղի ունենում եւ ոչ թե մեկը աշխատում է իրեն սխալ տեղեկություն տա այս Գոլդբերգին ինչ որ տեսնում եք Atlantic կարևոր լրատվական միջոց է այս դեպքը այդպես պատահում է ես պիտի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարից պետք է խոսեմ անօրինականներին ինչ որ նախագահ Թրամփը ցանկություն ունի երկրից հանի դրա մասին պիտի խոսեմ իսկ ծրագիրը հովանավորում է Ալեքս Ահարոնյանն է հովանավորում ծրագիրը եթե դուք ներդրում պիտի կատարեք կարող եք կատարեք Դուբայում կամ Դոբեյում եթե այդպես ցանկություն ունեք կարող եք այնտեղ բնակարան կնեք եթե 10 տարվա այսպես ուզում եք gold visa ունենաք 10 տարվա համար պետք է այնտեղ ներդրում ունենաք ուրեմն բնակարան կա այստեղ $135,000 եւ ավելի որ դուք կարող եք 20% down տնեք մնացածը տարիների ընթացքին վճարեք այդ երկրում այսպես tax գոյություն չունի տոկոս գոյություն չունի եթե բնակարան եք այստեղ ուզում կնեք պարտք եք վերցնում բանկից բանկը ցես պահանջում է 5% հիմա պատկերացրեք 5.5% 6% 7% մի ժամանակ 3-4% պահանջում են բնակարան կնելու համար այնտեղ գիտեք հարամ է համարվում տոկոս վերցնելը ուրեմն Դուբայում տոկոս չեք վճարում ինչ որ գումարն է պիտի վճարեք ուրեմն եթե ցանկություն ունեք զանգարեք խոսեք այստեղ տեսնում եք Ալեքս Ահարոնյանի համարը նշանակեք ձեզ մոտ ծրագիրը հովանավորում է Prime Med տեղատունն է հովանավորում Prime Med գտնվում է Glenox եւ Highland փողոցի հատման կետում է գտնվում տեղերի կարիք ունեք ուրիշ տեղատուն եք գնում կողջեք փոխադրեք այստեղ տելեֆոնը շատ հեշտ է տեսնում եք 6 310 317 այսպես զանգահարեք իրենք ձեր տեղերը ձեր տանը կբերեն կամ դուք կարող եք գնալ այնտեղ ձեր տեղերը վերցնելու համար ծրագիրը նաև հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը Երևան Shipping ձեզ է առաջարկում եթե գումար պիտի փոխանցեք Հայաստան $100 ուղարկեք ընդամենը $1 եք վճարում $100 փոխանցման համար որևէ տեղ այսպես բան գոյություն չունի նաև բոլոր ուրիշ այս գումար փոխանցողները բողոքում են Երևան Shipping-ին որովհետև իրենք 3.5% 4% charge են անում երկու կենտրոն ունի Lancashire փողոց North Hollywood Palmer փողոց եւ սա գտնում է Glendale փողոցում նաև դուք ծանրոց կարող եք գրգեք կին իջեցրեն են մի փանդը օթանավով $2.99 է հիմա զատիկ է գալիս եթե ծանրոց գրգեք նավով մոտարապես հենց այսքան է բայց 2 ամիսուկես 3 ամիս կարողա տևի մինչև ձեր ազգական բարեկամը ստանա Հայաստանում իսկ օթանավով ընդամենը $2.99 մասամբ նույն կինն եք վճարում մի քանի օրից հետո իրենք կունենան իրենց նվերը ծրագիրը նաև հովանավորում է Vivaldi Banquet Hall-ն է հովանավորում ծրագիրը
Vivaldi բանկվետաձեզ է առաջարկում կամ Vivaldi catering եւ venue and catering Vivaldi-ն առաջարկում է 3 սրահներ սրահների տարողությունը 300, 150 եւ 120 իսկ ամեն օր ճաշ են առաջարկում նաեւ երեխաների համար եթե խնջույք է կազմակերպում ընդամենը 10-ից 12 հոգու համար $150 երեխաների այդ ամեն ինչ որ հարկավոր է խնջույքը երեխաների համար կազմակերպելու կվերադառ 1798 թվին այս երկու մի օրենք անցավ, որի միջոցով Alien Enemies Act, այսինքն անօրինականների, վտանգավոր մարդիկ ինչ որ այստեղի երկրին կապ չունեն, հեշտությամբ կարողանան հանեն։ Եթե ոչ, օրենքը այս երկրի մինչ հիմա այսպես է եղել, որ անօրինականին նաև երբ ձերբակալեն Տատավորի արչև պիտի բերեն, հետո տատավորը ասում է, որ սրան վտարեք այս երկրից, կամ ինչ որ տատավորը որոշում է։ Այս երկրում երկու տեսակ օրենք է անց են կացնում։ Մեկը նաև որ օրենքը այսպես է, որ քիչ հետո սրա մասին նաև պիտի խոսեմ, այս է որ ներկայացնի տան մեջ մի հարց արձարծում են, իրենք քվեարկում են, սենեթում քվեարկում են, հետո համադրում են, կրկում են նախագահին, ստորագրում են։ Դա դառնում է այս երկրի օրենք։ Երբեմն նաև օրենքը այսպես է, որ նախագահի հրամանով է լինում։ Եթե օրենքը նախագահի հրամանով է, հաջորդ նախագահ գալիս է, կարող է բոլոր գնացող նախագահի օրենքները բեկանի այսպես գնա։ Հիմա այդ օրենքը, որ անօրինականին այս երկրից վտարեն, այդ ժամանակ անց են կացրել եւ հիմա նախագահ Թրամփը օրինակ վենեսուելացիներ եւ ուրիշներ ձերբակալել են եւ երկրից վտարել են մի դատավոր այսպես մեղադրում է նախագահին որտեվ չէին ոչինչ ասել եւ օթանավով ղրգեն էին Այդ դատավորը անդրադառնում է, որովհետև դատ են բացանում, ոմանք որ դեմ են այս արժեն, դատ են բացանում այս դատավորի առջև, շաբաթ օր դատավորը ստիպված է լինում գա ու հրաման է տալիս, որ հետ վերադարձրեք այս անձիկին, ինչ որ վտարեն եք։ Բայց օթանավը արդեն այստեղից հեռացել էր ու գնում է Վենեսուելա եւ իրենց իջեցնում է այնտեղ։ Ես այստեղ հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել, տեսնեք, շարունակենք District of Columbia Court of Appeal եւ Այդ հարցը գնում է վերանայման դատարան նաև։ Տեսնում եք այս անօրինականներին է, որը 3 օթանավով այստեղից ղրկում են Կոլումբիայի իհարկե, բայց իրենք վենեսուելացի են լինում։ Հիմա Վենեսուելան նաև ընդունել։ Այս հարցը դատավորը քիչ հետո այդ դատավորը, որ հրամանը տվել էր, որ դուք իրավունք չունեք անեք, այդ աշխատանքը կատարեք, վերանայման դատարան է տանում նախագահի կողմից վերանայման դատարանին տանում վերանայման դատարանի մեկ դատավորը այնտեղ ասում է նացիները գերմանացիք այդ ժամանակ ինչ որ ձերբակալում եւ այլն ասում է այսպես չեն վարվել մարդկանց հետ ինչ որ այս երկիրն է այսպես վերաբերմունք ցույց տալիս որ շաբաթ օր օթանավով այստեղից հանեն, որպեսի չկարողանան դատարանի մոտ դատ բացանեն։ Ասում է սա վերանայման դատարանը, այսպես զարմանալի բան է, որ սա թվում է, որ դեմ է, ինչ որ կատարվել է, մտածում են սա անօրինական է։ Իսկ Assistant Attorney General, այսինքն գլխավոր դատախազի տեղակալը ասում է դատարանում, իհարկե ասում է դա այդ ինչ որ դուք նացիներին եք օրինակ բերում, մենք դեմ ենք այդ հարցին, ասում է այդ անձը։ Այստեղ տեսնում եք նախագահ Թրամփն է, որ կարծեք թե հատկապես ծրագրերին միծև, որ դատարանները փակ լինեն։ Սա տեսնում եք, սա դատավորներ, որ ասացի այն կնոջ ինչ տեսակ վերանայման դատարան։ Ֆեդերալ ջաջը այս Բասբերգ անունով
Սա է որ ասեն է պետք է հետ վերադարձնեք այս մարդկանց եւ բողոքեներ նման հարցին, որ իրեն մոտ չեն եկել։ Նորից տեսնում եք այսինքն դատախազի օգնականն եք տեսնում, այստեղ դատավորն ասում է այսինքն երկրի Attorney General-ի տեղակալին ասում է դու կանգնած ես այստեղ, որ District Court-ի injunction է, երբ որ դատավորը ձեզ հրաման է տվել, որ չպիտի սրանց հանեք երկրից, դուք այդ գործը շարունակեք եւ ղրկեք իրենց։ Հիմա ասացի վերանայման դատարանը պիտի նայի, տեսնի, որ ինչ կլինի վճիռը։ ACLU մեկ խմբակցությունը այս երկրում, որ ասում է այդ խմբակցությունը մենք նայում ենք Էլ Սալվադորի բանդում ովքեր այնտեղ են եւ խնդրեմը սա է որ չեն ճիշտ վերաբերվել եւ այս անձիկին հանեն են առանց դատարանը լսելու նախքան իրենց վտարեն այս երկրից տեսնում եք սրանք բոլորին հանեն են այս երկրից նախագահն է որ ինքը ասում է դատավորին այն դատավորը որ ասեն է որ հետ վերադարձրեք պետք է իրեն դատավորին տատի տան այսինքն ահա այսպես է ասում նախագահը եւ ասացի foreign terrorist subject to immediate expulsion ասացի նախագահը հենվել է մեկ օրենքի որ 1798 թվին հաստատեն էին բայց դա terroristներ որ գալու էին այս երկիրը վնասելու կառավարություն ժողովրդին վնասելու այդ օրենքն են օգտվել որ մինչ հիմա 3 անգամ են այդ օրենքը օգտվել այս երկրում առաջին երկրորդ համաշխարհային պատերազմ եւ այդպես պատերազմական վիճակում են օգտվել առաջին անգամն է այդ օրենքը նորմալ վիճակում ինչ որ հիմա է օգտվել է սա այդ դատավորն է որ բարգացած է այս հարցի վրա եւ նախագահն է որ ասում է այս դատավորին պետք է դատավորին դատի տան կամ impeach անեն այսպես ասում է Deputy Assistant General Attorney տեսնում եք այս գլխավոր դատախազի օգնականը այստեղ ասում է District Court Order շատ անսովոր է որ դատավորը մխրճվի այս հարցի մեջ որը պատկանում է գործադիր մարմնան, այսինքն նախագահի հարցի մեջ անտեղի է մխրճվել այս դատավորը, այսպես է ասում Attorney General-ի օգնականը։ Եվ ձեզ ասացի քիչ առաջ, սա վերանայման դատարան է, այսինքն երկրորդ ստաժն է, որ ասում է, որ մտահոգված եմ այս առանց դատարանի բերելու հանեն ինքը դատավորը այստեղ տեսնում եք, ասում է շատ մտահոգված է։ Սա նաև ում որ տեսնում եք այս երկրի border czar սահմանի պատասխանատուն է նախագահի կողմից Թրամփի կողմից նշանակված որ նա լրիվ ասում է որ նրանք դատավորները չպիտի մխրճվեն այս հարցերում իհարկե ասում է այս անձնավորությունը բայց հիմա պիտի տեսնել ինչպես է ավարտվելու The Alien Enemies Act-ը ինչ որ քիչ առաջ բացատրեցի 137 deportation է տեղի ունենում այդ օրենքով եւ 11000 այդ միգրանտները փետրվարին այս երկրից հանեն են նաեւ այսինքն առաջի անգամ չի որ որևէ մեկի այս երկրից հանում են բայց հիմա անդրադարձել են որ այսպես նախագահ առանց դատարանների իրավունքի այդ գործանում հիմա դատարանը պետք է վերանայի այս հարցին եւ տեսնեն որն է լուծումը այս հարցի ես ուզում եմ նաեւ շարունակել խոսել քիչ առաջ որովհետեւ խոսեցի նախագահ Թրամփը executive order այսինքն հրամանով քիչ առաջ ես բացատրի օրենքը կամ օրենսդիր մարմինն է մշակում կամ նախագահն է նախագահի հրամանով մի բան օրենք է լինում եթե չխախտի այն օրենքները ինչ որ արդեն մշակված այս երկրում նախագահը առաջի անգամն է այսպես ամեն ժամանակ մեկ հրաման է տվել հիմա 40 այդ հրամաններից
տատ են բացարել այդ 40 օրենքին դեմ, տատ է բացված այս օրենքները, ինչ որ նախագահը հրաման է տվել եւ պետք է տարբեր դատարաններ վերանայեն այս հարցը, երևի ամեն ինչը վերջնական կգնա քիչ առաջ տեսակ Supreme Court կհասնի, որովհետեւ նախնական դատարանն է նայում, հետո վերանայման դատարան է գնում, ինչպես մի հատ ցույց տվի այդ կին դատավորներ, որ նայում են այդ հարցին, հետո վերջը գնում է Supreme Court, որ ինչ որ Supreme Court-ի պալատն է տեսնում այստեղ։ Ես պիտի դադարվեցնեմ, երբ վերադառնամ դադարից, Tesla մեքենաների մասին, որ հրդեհում են, վնաս են հասցնում նրանք, որ Tesla-ի dealership ունեն, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն հովանավորում ծրագիրը։ Եթե դուք ավտովթար եք ունենում, մեքենայով accident եք ունենում, կամ որևէ վնասվածքներ եք ունենում ուրիշի սխալ աշխատանքի հետևանքով, մի շենք եք մտել կամ բիզնես եք գնում, մի պրոբլեմ կա, դուք վնաս հասել ձեզի, զանգահարեք այս հեռախոսահամարի, խոսեք փաստաբանի հետ։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Գոր Բարսեղյանը եւ Մահտեսյանը, երկուսը ատամնաբույժեր են, հեռախոսահամարն եք տեսնում, գտնվում է իրենց գրասենյակը ատամնաբույժարանը, Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում, բայց ժամադրություն հարկավոր է, եթե ատամի պրոբլեմ ունեք, պրոթեզ պետք է տեղադրեք, ուրիշ մաքրման հարց ունեք, այստեղ զանգահարեք կվերադառնա։ Մի խումբ են կազմակերպել, որը կոչվում է Tesla Takedown Movement, Tesla մեքենային վնասել կամ իջեցնել, փչացնել նման, ամենայն դեպս խումբ է կազմակերպել, որ որոշել են մարտի 29-ին Ամերիկայով մեկ ցույցեր կազմակերպեն։ Սրանք այդ մարդիկը չեն, որ ուզում են ֆիզիկապես վնաս հասցնել, այլ ընդհանուր ժողովրդի ուշադրությանը բերեն, որ Tesla չգնեն։ Ինչու Tesla-ի տերը, որը Իլոն Մասկն է, աշխարհի ամենամեծ հարուստն է, 434 բիլիոն հարստություն ունի, հիմա նախագահ Թրամփի ամենամոտիկ խորհրդատուն է դարձել։ Իհարկե ինքը որտեղ բիզնես ունի, կառավարության հետ բիլիոնավոր դոլարի բիզնես ունի, նախագահ չէր կարող իրեն նշանակել որևէ աթոռի, իսկ իր խորհրդատուն է, անվճար խորհրդատու է իրեն եւ մի խումբով գնում են տարբեր նախարարություններ եւ թիվը իջեցնում են, ասում են այնտեղ կառավարության համար շատ մարդիկ են աշխատում, հարկավոր չի այդքան եւ հանում են աշխատանքից մարդկանց։ Հիմա դրա այդ վերաբերյալ մեծ թշնամություն է ստեղծվել, երբ որ այսպես է լինում։ Իհարկե ոմանք նաև կան, որ իրենք անձամբ գնում են Tesla dealership, տեսնում եք Tesla-ի dealership-ը, մեքենաների վրա գույն են թափում, բան են գրում մեքենային, վնաս են հասցնում, դրանք նաև տեղի ունեցել։ Որոշ տեղերում վարում են, հրդեհում են մեքենա, Tesla տեսակի մեքենաները հրդեհում են։ Բայց ամենայն դեպս այս խումբը ինչ որ այս կատարում է միայն բողոքի ցույց է, ինչ որ ասում է մարտի 29-ին, իրենք այս խումբը համաձայն չի, որ այդպես հրդեհել, ջարդել, փշրելի է համաձայն չի։ Նրանք որ այդ գործը անում են, ավելի փոքր սակավաթիվ մարդիկ են, բայց շատ պարգացած, որ նման աշխատանքի են դիմում։ Ես հիմա այստեղ ուզում եմ ցույց տալ, տեսնում եք Tesla dealership-ը Լաս Վեգասում, ուրիշ տեղերում, ահա այսպես տեղի ունեցել, տեսեք այս մեքենան վառել են, բայց բողոքի ցույցերը dealership-ի առաջ է տեղի ունենում, սա մարտի 18-ին էր տեղի ունեցել, այդ պատուհանների վրա գրեն են Tesla-ի dealership-ի վրա, մարդկանց ասում են մեքենան մի գնեք եւ շատերը իրենց մեքենան վաճառքի են դրել, չեն ուզում Tesla քշեն, պարկացած են, ամենայն դեպս այս բերումով Իլոն Մասկը, այսինքն Tesla-ն իր վաճառքը կեսի է հասել, համեմատ ինչ որ վաճառում էին, հիմա կես է դարձել, տեսնում եք,
բոլորը կրեն են ձեր Տեսլան վաճառեք, մի պահեք ձեր մեքենան, այսպես բողոքողներն են եւ մեքենա ինչ որ ոմանք կրդեն։ 48 դեպք է պատահել 9 նահանգում, որ մեքենա են վառել, այսպես տեսնում եք, arson, gunfire, graffiti, գրերն են մեքենայի վրա, dealership-ի վրա, այսպես տեսնում եք 48-ը այդպես դեպքեր է պատահել։ Հիմա նախագահը ասում է, որ FBI-ը պետք է գնա հետևի այս մարդկանց ու ձերբակալի, տեսնում եք Տեսլայի տերը այնքան նախագահին մոտ է, որ անգամ նախագահը պահանջել է, որ FBI-ը մի խումբ հատկացնի, որ միայն զբաղվեն Տեսլայի հարցերով։ Այսպես տեսնում եք ինչ է ծրագրված, նրանք որ Տեսլա դիլերշիփում այսպես վնաս կհասցնեն, մնացած բողոքողները միշտ ազատ են գնան այնտեղ ու իրենց բողոքը ներկայացնեն Իլան Մասկին։ Իլան Մասկը տեսնում եք նախարարների ժողովում է նստում, սովորաբար այդպես չպիտի լիներ, բայց եւ այնպես այդքան սա FBI-ի ղեկավարն է Քաշ Փաթել անունով, որ նաև նա ասել է, որ ձերբակալելու են domestic terrorism, սովորաբար այսպես չպիտի անվանեին domestic terrorism ուրիշ հարցեր, բայց եւ այնպես, որովհետեւ սրանք նախագահի մոտիկ բարեկամն է, ավել ծանր ուզում են պատժեն մարդկանց, բայց ժողովուրդն է դուրս է գալիս բողոքի, այսպես տեսնում եք բոլոր Տեսլա դիլերշիփների առաջ եւ ինչ որ ասացի ծրագրերն են, որ այս ամսվա 29-ի շաբաթ օր ամեն տեղ դուրս են գալու բողոքի ցույցեր կազմակերպելու։ Սա մեկ հոգի էր, որ տեսնում եք, մեկը դուրս է եկել բողոքի, սա նախագահին հովանավորողներից է գալիս է դուրս, որ մարդկանց հետ կռվի, այսպես տեսնում եք, դուրս է եկել, որ նրանք որ բողոքում են, նրանց հետ դեմ են։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ եւ խոսեմ հրդեհի մասին արևելյան նահանգներում, նրանից հետո մեկ coach կամ մարզիչ մարզանքի երեխաների տեսնեք ինչ է անում տարօրինակ, իսկ ծրագիրը հովանավորում է Թավանսի դոկտոր Թավանսի հովանավորում է աչքի վիրահատող բժիշկ է սա, եթե լենզ պիտի տեղադրեք կամ աչքերի հետ պրոբլեմ ունեք, ագնոցների կարիք ունեք, ջուր է ոսում աչքից, որևէ հարցով աչքին վերաբերող ինքը surgeon է, վիրահատող է, եթե այդ հարցը կամ ագնոցի կարիք ունեք, զանգարեք ժամադրություն վերք։ Իր գրասենյակը մոտավորապես 10 օր է տեղափոխվել է, հիմա 240 South Jackson փողոցի վրա է Սուիթ, տեսնում եք այստեղ 310 գլենդելում է իհարկե, իսկ ինքը 7 ուրիշ տարածքներում ագնաբուժարան ունի, եթե հարկ եղավ ուրիշ քաղաքներում եք ապրում, զանգարեք ամենամոտիկը ձեզ կուղեն ուր գնաք։ Ծրագիրը հովանավորում է Քարավան ռեստորանն է հովանավորում, Քարավան ռեստորանը ամեն օր ճաշ է առաջարկում, ընթրիք է առաջարկում, իսկ նաև հարիսա է առաջարկում Քարավան ռեստորանը ամեն օր։ Հեռախոս տեսնում եք, նաև գտնում է 1108 West Glenox փողոց։ Grand View-ի հատման կետին շատ մոտիկ է, բայց Glenox փողոցի վրա։ Ծրագիրը հովանավորում է M&M Liquor Market հովանավորում է ծրագիրը։ M&M եթե զատիկ է գալիս, պետք է խմիչքներ կնեք, վիսկի, գինի, ինչ որ խմիչքներ հարկավոր է այդ ժամանակ, կամ որևէ ուրիշ խնջույք է կազմակերպել, M&M Liquor Market Glenox փողոցի վրա գտնվող է, անպայման այցելեք, այդտեղից վերցրեք, իրենք հովանավորում են այս ծրագիրը, դուք նաև հովանավորեք իրենց եւ ասացեք ռեգլամ այստեղից եք տեսել։ Ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է,
Court Furniture Ամերիկայում մեկ խանութ ունի, 100 խանութ ունի Court Furniture, ամենամեծ furniture-ի խանութն է, երբ բոլոր խանութները նկատի առնեք, Glendale-ում Central եւ Myrtle-ի հատման կետում է գտնվում։ Իսկ furniture, գրասեղան, սեղանաթոռներ եւ եթե նոր mattress պիտի գնեք, այցելեք Court Furniture-ի 100 խանութներից մեկը։ Իրենց խանութները նաեւ Orange County-ում հրդեհ է տեղի ունենում Կալիֆոռնիայի հյուսիսում, բայց ամենակարևոր արևելյան նահանգներում տարօրինակ եղանակ է տիրում, այստեղ North եւ South Carolina շարունակենք, նահանգների մեջ է խոշոր հրդեհներ տեղի ունեցող այնտեղ եւ այսպես մտահոգված ինչ որ տեսնում եք արույցանը այստեղ Հիմա միայն այդտեղ չի, North եւ South Carolina չի, նաեւ տեղի ունենում Mississippi նահանգում, Tornado-ի South Carolina-ի նայում եք, հրդեհը տեղի ունեցող հազարավոր էյքր հրդեհներ են, New Jersey-ում տեսնում եք, New Jersey-ում 2300 էյքր, Mississippi-ում 1000 էյքրից ավել հրդեհներ է եւ Louisiana-ը տեսնում եք ամեն տեղ միցև դժվար կացություն է, փոթորիկ նաև Mississippi-ում տեղի ունեցող EF1 տեսակներ, իսկ մի 2 տարի առաջ EF4 տեսակը հենց նույն տեղը ինչ որ անցավ, այդտեղ տեսնում եք։ Հրդեհ, փոթորիկ, ամեն տեսակը այս երկրում հիմա բնական արհավիրքը տեղի ունեցող է South Carolina-ի National Garden է, որ հելիկոպտերով այս ջուրը լցում է հրդեհը։ New Jersey տեսնում եք, հրդեհի հետ պայքար ինչ որ տեղի ունենում, ասած 2300 acres հրդեհված է այնտեղ եւ շարունակում է դեռ հրդեհը, իհարկե, այստեղ տեսնում եք փոքրիկ հրդեհ է, բայց կարողանում են շուտ հասնեն ու Եվ որոշ տեղերում անձրև է հետո տեղի ունենում, այսպես։ Այսինքն որևէ տեղ խաղաղ վիճակ չկա, կարծեք թե էլի մենք մասամբ ավելի լավ վիճակում ենք, քան թե ուրիշ տեղերում։ Ես ուզում եմ խոսել մեկ coach, մարզանքի coach-ը, որը իրեն թիմը հաղթվում է, բարկանում է, տեսեք այստեղ սա coach-ն է, որ այդ արշակի կամ այդ խաղացողի մազը քաշում է, այստեղ տեսեք, մազը քաշում է, բայց հետո որովհետև հաղթվեն էին այդ խաղի ընթացքին, բարկացած է քոչը, իհարկե հետո ներողություն է խնդրում բոլորից, այստեղ տեսնում եք դեպքը տեղի ունեցող։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, կարմրուկի մասին պիտի խոսեմ, հետո 23andMe մեկ հաստատություն, որ մարդկանց ասում էր ձեր տվյալները, գենետիկ տվյալները ձեզ գտանք, որպեսզի տեսնեք որտեղից եք եկել, ինչքան ձեր մեջ ուրիշ երկրի հատկություններ կա եւ ինչ որ քիչ հետո բացատրեմ ձեզի, իսկ ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն հովանավորում է ծրագիրը։ Hollywood Piano-ն 100 տարի մոտարապես մի կարճ ժամանակ է մնացել, որ դառնա 100 տարի ինչ որ աշխատում է, իրենց այս 3 խանութներ ունի Hollywood Piano, 1928 թվականից աշխատում է 449 South Arroyo Parkway-ում, երկու հարկի մեջ է 100-ավոր դաշնամուր կգտնեք, որևէ գույն, որ կարող եք պատկերացնեք, կգտնեք այդտեղ, կանաչ, կարմիր, սև, սպիտակ, դեղին, վարդագույն, մանուշակագույն, բոլոր ինչ որ մտածում եք, փոքր, մեծ, $1000-ից մինչև $500,000։ Նաև կարելի է դաշնամուր վարձել այդտեղից, այցելեք անպայման։ Ծրագիրը նաև հովանավորում է Raffi's Market-ն է հովանավորում։ Raffi's Market Burbank քաղաքում է Glendale-ի հարևանության եւ ձեզ առաջարկում պատրաստի ճաշ, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը
եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը, եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե accident եք ունենում, այս հեռախոսահամարը ձեզ մոտ նշանակեք կվերադառնա։ Ես ուզում եմ ցույց տալ կարմրուկը նորից տարածվում է այս երկրում, ցույց տալ որ նահանգներում ավելի շատ տարածված է։ Անցյալ տարի լրիվ տարվա ընթացքին 200 մոտարապես 80 հոգի վարակվել են measles կամ կարմրուկով վարակված էին։ Իսկ այս տարի դեռ 3 ամիս է անցնում մոտարապես 378 հոգի վարակվելն է այս կարճ ժամանակահատվածում։ Ովքեր են վարակվում, նրանք որ սրսկված չեն։ Եթե դուք այս նահանգը նաև այդ նահանգներից է, որ հիմա վտանգի մեջ է, անցնենք առաջ, տեսնենք որ նահանգներում է այս կարմրուկը շատ տարածված, տեսնում եք անգամ որոշ նահանգներում արդեն մեքենայի միջից նաև սրսկում են։ Այս կարմիրով ինչ որ տեսնում եք, ամենածախը Ալասկան տեսնում եք, Կալիֆորնիան, Նյու Մեքսիկո, Թեքսաս, Ջորջիա, Ֆլորիդա, այսպես տեսնում եք անգամ Նյու Յորք, Վերմոնտ, Փենսիլվանիա, Օհայո, Քենթաքի, Միշիգան եւ Վաշինգտոն նահանգը մեր հյուսիսում ամենաշատը measles կամ կարմրուկը տարածված է այս նահանգների մեջ։ Եթե ինչ որ քիչ առաջ նաև ասացի, ավելի շատ տարածված է այս 3 ամսվա ընթացքին ավելի շատ է տարածվել, քան թե լրիվ անցյալ տարվա ընթացքին։ Ես հիմա ուզում եմ խոսել 23andMe։ Գիտեք, մեկ ընկերություն եկավ ասաց, որ եթե դուք ուզում եք իմանալ, թե որտեղից եք եկել, ինչ օրինակ անձը այրը շատ չեն խառնվել ուրիշների հետ, բայց գիտեք, այստեղ մարդիկ կան, ծնողը գերմանացի, ամերիկացի եւ մի ծնողը կամ տատիկը, պապիկը, հետո մայրը մի քանի երկրի այդպես խառնուրդ երեխա է։ Ուրեմն այս ընկերությունը ասում է, որ դուք ինչ generic հատկություններ ունեք, որ երկրներին կապ ունեցող կամ ազգերին կապ ունեցող հատկություններ ունեք։ Հիմա այս վերցնում էին անձից իրեն տվյալները վերցնում էին եւ հետո ծախում էին սրանք։ Հիմա այսպես դատ են բացանում իրենց դեմ եւ միլիոնավոր մարդ այսպես այդ իր բոլոր տվյալները տվեն էր ամեն ինչ որ իրենք ասեն էին, կատարեն էին եւ դրանով հանդերձ սրանք այդպես շահագործել էին այս վիճակից։ Դրա համար երբ մարդիկ իմացան տատեր բացվեց իրենց դեմ, հիմա bankrupt եղան, այսինքն ասան մենք bankrupt ենք եղել այս company 23andMe եւ ես հիշում եմ իմ կինս նաև այսօր ինձ հիշեցնում էր, որ մտածում էինք, որ տեսնենք մենք էլ որտեղից ինչ կապ ունենք, որ երկրների կարող է կապ ունենք, ասացի հարկավոր չի, ինձ հիշեցնում էր, ասում էր լավ արի, որ ասար չանեք այդ գործը, մի արեք այդ գործը, որովհետև տեսնում եք հետո ձեր տվյալները վաճառելու են ուրիշ։ Հիմա միասին տեսնենք բոլորը կարծում են, որ նորմալ վիճակում հիմա իհարկե ասում եմ մենք շարունակում ենք աշխատանքը ինչպես հավաքում են տվյալները, ինչպես մանեջ են անում 2023-ին cyber breach, այսինքն մեկը կարողանում է հեշտությամբ մտնի իրենց տվյալները 7 միլիոն մարդու բոլոր տեղեկությունները վերցնի։ Այս ընկերությունը, որ կոչվում է 23andMe, 30 միլիոն դոլար դատի տվին իրեն, որպեսզի այդպես հեշտությամբ ուրիշ կարողացեն օգտվել։ Նոյեմբեր 2024-ին մարդիկ սկսին չտալ իրենց, որ նրանք որ գիտեին, էլ իրենց բիզնես չէին տալիս, որ ասեն դուք generically որտեղից եք, ինչ հատկությունների տեր եք, bankrupt եղան, սա տերերից մեկն է, հիմա ասում է, որ
bankruptcy-ից դուրս գա, ինքը ուզում է գնի այս իհարկե փայատերություն կար այնտեղ ստակը վաճառում էին այնքան մեծ հաջողություններ են ունեցել տեսնում եք այս կամփանին հիմա այդտեղից մեկ ասում է ուզում է գնի եւ privacy statement-ը բոլոր ինչը անպայման ուշադիր է լինելու որ մարդկանց տվյալները չկարողանան այդպես հեշտությամբ գողանան ամեն մարդու տվյալները գողացել էին այսպես տեսնում եք այդպես եթե ցանկություն ունեք ձեր մասին իմանաք դուք ազգությամբ ինչ ազգերի մեկը ինձ հայ ասում էր ասեն են իրեն 5% աֆրիկացի է 5% շվեդացի է եւ այլն չգիտեմ բայց ամենայն դեպս ինչ է տարբերում ինձ համար իմանամ 2% որտեղի է 5% բայց հայերը ամենայն դեպս մենք ավել միշտ հայերը իրար հետ են ամուսնացել այսպես չեն շատ խառնվելու հիմա սրանից հետո ուրիշ է լինելու իհարկե բայց նախապես հայերը հայ հետ էր ամուսնանում շատ փոփոխություն չէր լինում ծրագիրը հովանավորում է դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը եթե որևէ ժամանակ թաթի վրա թաթի տակ ոտքի վրա վերք է լինում քայլում եք շնչասպառ եք լինում զանգարեք այս հեռախոսի համարին 4 կենտրոններ ունի այս դոկտորը Orange County-ում այստեղ տեսնում եք նաև Glendale-ում 616 իսկ Glenox փողոցի վրա գտնվող իրեն ուրիշ կենտրոնները Ventura տեսնում եք Ventura փողոցի վրա Encino-ում տեսնում եք եւ Commerce քաղաքում ասցեները տեսնում եք ծրագիրը հովանավորում է Պարոն Էդվարդն է հովանավորում ծրագիր եթե բիզնես ունեք դուք խանութ ունեք պիտի վաճառեք զանգ արեք այստեղ ուրիշ բիզնես ունեք խանութ չի իսկ բիզնեսը որևէ տեսակի վաճառքի ժամանակ զանգ արեք այս հեռախոսահամարին ձեզ կօգնի պարոն Էդվարդը Jackpot-ն է հովանավորում ծրագիրը Jackpot-ը գտնվում է Թահանգա քաղաքում Թահանգա քաղաքում գնաք այս Jackpot-ը Ձեզ է առաջարկում հագուստներ Հայաստան եթե պիտի ուղարկեք կինը խիստ իջեցրած է ավելեժան է 2 հատը $15 ջակետը այս տապանտները ինչ որ տեսնում եք 2 հատ $15 եւ ուրիշ ինչ որ կարիք ունեք կարող եք այցելեք Jackpot ծրագիրը նաեւ հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում իրենք բաս ունեն մինի բաս ունեն ցես կտանեն ու կվերադարձնեն այս տարեցների կենտրոն կվերադարձնեն Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը Անաշե գիֆտը գտնվում է Glenox փողոցի վրա Glendale-ում է Burbank-ի հարևանության տեսնում եք սա ես 3 կիրակի օրը ցույց տվի սա բավական մեծ է եթե սուրճ կամ թեյ պիտի պահել մեջը որ չսառի ցեզ հետ տանեք մի տեղ եթե պիտի տանեք կարող եք գնալ Անաշե gift եւ գնել ինչ որ տեսնում եք նաեւ այնտեղ կարող եք գնել կոշիկներ, ակուսներ կվերադառնա Ցուլերը շատ խելացի են եւ ցլամարտի որ մասնակցում են գիտեք տեսեն եք երևի իսկ Հյուսթոնում երբ որ այս ցուլերին տանում էին այս կարողանում են Թրակը խնդրեմ ունենում թրակից փախչեն ու քաղաքի մեջ են մտնում հիմա շարունակենք ու սկսում են իրենց հետևել որպեսի հետ վերադարձնեն ու տանեն տեսեք ինչ հեշտությամբ փախչում են մարդիկ գալիս են եւ կանգնեցնում են մինչեւ կան եւ իրենց այսպես բարձրացնում ու հետ են վերադարձնում այդ թրակների մեջ որպեսի տանեն ուր որ այդ ցլամարտը պետք է տեղի ունենար այսպես տեսնում եք տեղի ունեցող այս վերջին ժամանակը ծրագիր եկավ իր ավարտին ցես կհանդիպեմ վաղը մի շնորհանդիպում